Ռուսաստանի տարածքից Pan-Armenian TV-ի բոլոր նախագծերը Ավելի հեշտ ու արագ կարող եք դիտել Վկանտակտեում։ Pan-Armenian TV-ի պաշտոնական էջում։ մենք արդեն Վկանտակտեում ենք։ Ինչի չզանգեցիք, որ գալու եք։ Գոնե մի բան կպատրաստեի։ Դե մի տեսակ խոսքով ընկանք, մտքովս չանցավ։ Բա Մարիան ուրա։ Ուրա Մարիան։ Խնդրեցի դեղատուն գնա, հիմա կգա։ Դավիթ ջանարի մի րոպե խոսալու բան կա հետդ։ Մամ, Այդպես էր պետք։ Կգա կհասկանանք։ Պետք չի բոլորին խառնել իրար։ Դու գնա, ես հիմա կխոսեմ կգամ։ Հա, տատ, արդեն հասնում եմ տուն։ Այդ շատ լավ է, որ հասնում ես։ Դավիթն ու Ռուբենը արդեն եկել են։ Հիմա ուշադիր լսիր, ինչ եմ ասում։ Տատ, ոնց ես։ Լավ ես։ Լավ եմ, դու ոնց ես։ Նորմալ։ Ամեն ինչ նորմալ է։ Գնանք երևի արդեն։ Ուր գնաք։ Կճաշենք, նոր կգնաք։ Նոնան արդեն պատրաստում է։ Չէ, տիկին Ալիս, ավելի լավ է գնանք։ Ինչ որ բան է եղել։ Ոչ մի բան էլ չի եղել, ուղղակի մի քիչ ծանր խոսակցություն ենք ունեցել, այդքան բան է։ Դատի մասին։ Հա, մամ, բայց հիմա չեմ ուզում դրա մասին խոսենք։ Դավիթը արդեն ամեն ինչ գիտի, ավելի լավ եկեք հաց ուտենք։ Ճիշտ է ասում Ռուբենը։ Ես գնամ նոնային ասեմ, թող սեղանը պատրաստի։ Ոնց ես բալես։ Լավ եմ, պապ ջան։ Ինչ ես անում։ Ոչ մի բան, այսօր գործի չգնացի։ Զանգեցի իմանամ ոնց է ընթանում գործը, հետո մտածեցի գնամ, գամ ու տենց էլ փոշմանեցի։ Ինչի։ Դե չուզեցի քեզ մենակ թողեմ, հետո որ տանն ես լինում, տեսակ չեմ կարում տնից դուրս գամ։ Անընդհատ ուզում եմ սենց կողքիդ նստեմ ու ոչ մի բան չանեմ։ Այդ նրանից է, որ դու ինձ շատ ես սիրում, ես էլ քեզ։ Հա, այդ հաստատ։ Ինչի մասն ես մտածում։ Գիտես, մտածում եմ, որ այս տունը շատ փոքր է, մեզ մի քիչ ավելի մեծ նոր տուն է պետք։ Աղամյուս որ երեխեք ունենանք, հաստատ նեղված կլինի, պետք է շատ լուրջ այդ ուղղությամբ մտածել, համաձայն չես։ Դե երեխեքի համար այս տունը փոքր է, բայց իմ համար այս տունը ամենալուսավորն ու ամենամեծն է հիմա։ Ինչ ես ժպտում, լուրջ եմ ասում։ Ես փոքրուց տանը մնալ չեմ սիրել։ Միշտ փախել եմ տնից, որովհետև այդ 4 պատը ինձ միշտ նեղել է, միշտ ճնշել է։ Իսկ այս տունը իմ համար ամենալուսավոր կետն է այս պահին։
Այնպես չի, որ ես տնից փախել եմ, որովհետև ինձ վատ էին վերաբերվում։ Չէ, դու լավ գիտես, որ ինձ սիրել են, բայց մի տեսակ ճնշվում էի։ Իսկ այս տանը այնքան ջերմություն կա ու ինձ թվում է այդ ամենը քեզնից է գալիս։ Մենք շատ սիրուն ընտանիք ենք, որ մի 4 երեխա ունենանք, հաստատ լրիվ լիարժեք կդառնանք։ 4? Գոնե 2, Դավիթ։ Դե լավ։ Տատս հիմա ստեղ լիներ կասեր 2 երեխու համարով ահարս բերում։ Նենց որ 4 հաստատ։ Ու 4-ն էլ տղա։ Ես կգժվեմ։ Ինչի՞։ Գոնե մեկը աղջիկ լինի։ Տես, մոռացել է, ճիշտ ես։ Դավիթ մոռացել էիր, որ կարա աղջիկ էլ լինի։ Չէ, մոռացել է, որ մենք աղջիկ էլ պիտի ունենանք, որ պարտադիր պիտի քեզ նման լինի։ Դավիթ այնքան լավ է, որ մենք կարողանում ենք այս վատ շրջանը հաղթահարել։ Ու այսքան վատ բանի մեջ կարողանում ենք լուսավորը տեսնել, ինչքան էլ որ վատը մեզ շրջապատում է։ Այս սրա մասին է ես խոսում ամուսնությունից առաջ, որ պետքա կարողանանք իրար օգնել։ Ես հիմա քեզ կարողանում եմ օգնել, դու էլ ինձ։ Դավիթ դատին հաշված օրեր է մնացել։ Ու ինչքան էլ որ փորձենք այս թեման ցրել, մեկա չենք կարող խուսափել այդ օրվանից։ Ես ուզում եմ, որ դու այդ օրը ստապ մտածես։ Ինչքան էլ որ Սոֆյան սուտ բաներ ասի քո մասին, խնդրում եմ, դատավարության ընթացքում վեճերի մեջ չընկնես։ Այդ օրը փորձիր ավելի ստապ մտածել հանուն ինձ։ Խոստանում ես։ Կփորձեմ։ Խնդրում եմ, Դավիթ։ Դավիթ, ես փորձում եմ ուժեղ լինել։ Բայց երբեմն ուժեղ լինելը չի նշանակում չվախենալ, այլ նշանակում է առաջ գնալ քո վախերի միջով։ Ես չեմ վախենում քեզ կորցնել, որովհետև գիտեմ, որ դու իմն ես։ Բայց վախենում եմ, որ մի օր կարողա դու քո ցավը ինձնից թաքցնես։ Վախենում եմ, որ սկսես մենակ պայքարել այն ամեն ինչի համար ու այն ամեն ինչի դեմ, ինչի համար երկուսով պետքա պայքարենք։ Ոչ մի դատավարություն չի կարա մեր ճակատագիրը որոշի, որովհետև մեր ճակատագիրը մենք ենք որոշում, մեր սրտերով, մեր ընտրությամբ ու մեր սիրով։ Ոչ մի դատարան չի կարա կշռի այն, ինչ որ մենք ունենք, ու ոչ մի մեղադրանք չի կարա ջնջի այն, ինչը որ մենք ապրել ենք։ Դավիթ, բոլորս էլ անցնում ենք փորձությունների միջով։ Բայց ամենակարևորը ոչ թե այն է, թե մարդիկ ինչ են ասում, այլ են, թե մենք ինչպես ենք մնում մեր ընտրության կողքին։ Ամենակարևորը չվախենալ սիրելուց, չվախենալ պայքարելուց, չվախենալ ապրել այնպես, որ մի օր կարողանաս ասել. ես ինձ չեմ դավաճանել։ Բոլորը չի, որ հասկանում են մեր կատարած ընտրությունները, որովհետև չեն տեսնում ու չեն զգում այն, ինչ մեր սրտում է։ Բայց սերը չի էլ պահանջում, որ բոլորը հասկանան, պարզապես կա։
ես Դավիթի կողքին եմ ոչ թե այն պատճառով, որ հեշտ է, այլ որովհետև ճիշտ է։ Որովհետև սերն իմ ընտրությունն է, ոչ թե պարտավորությունը։ Դժվար օրերին մենակ պարտված սերն է դառնում պարտավորություն։ Բալես, հասկանում եմ, որ դժվար է, բայց փորձի հանգիստ լինես, հա։ Մի մոռացի, որ քո այդ լարվածությունը անցնում է նաև Դավիթին։ Պապ, ես չեմ կարողանում ինձ հավաքել։ Դու ինձ ասում էիր, որ իմ կողքին կլինես ու կօգնես ինձ, բայց ես քանի օր է չկաս, ուր ես, ես հիմա դատարանում եմ ու լրիվ մենակ, ուր ես կորել, Ռաֆ։ Ինչ ես եկել, ավելի ճիշտ ես երբ ես եկել։ Ամերիկա ինչքան մնացի էլ չեմ կարա։ Դու չես հասկանում տղա ջան, դու ամենախառը ժամանակ ես եկել, ինչ ես եկել։ Մամա, ես ամբողջ կյանքս փախած մանգալ չեմ կարա։ Մանավանդ որ այսօր դատն է, չէ՞։ Ու ոչ մի ապացույց իմ դեմ չի գտնվել։ Նշանակում է ես հանգիստ կարամ ապրեմ։ Հա, բա չէ, մոռացի, կյանքը այնքան անկանխատեսելի է, Ռաֆ, դու չգիտես թե գլխիդ ինչ փորձանք ա գալու հետո։ Մամա, կլինի ամեն ինչ չչափազանցնես։ Ռաֆ, ես չեմ չափազանցնում, ես քո մասին եմ մտածում, դու չես հասկանում, ես քո համար անմեղ մարդկանց դեմ եմ դուրս եկել, իսկ դու այդ ամեն ինչը հաշվի չես առնում։ Հա, փաստորեն տենց։ Նեղվում ես այդ ամեն ինչից։ Եթե հա ասա իմանամ ու տարբերակներ առաջարկեմ։ Ինչ ես խոսում։ Բա ինչ ասեմ, մամ։ Ինչ անեմ։ Ինչ որ արել ես իմ համար, հիմա երեսով ես տալիս, էլ ինչ անեմ։ Վերջապես եկավ այս օրը, ու դուք բոլորդ պատասխան եք տալու, արտակին կյանքից զրկելու, իսկ իմ կյանքը փչացնելու համար։ Ես քո հետ խոսալու ցանկություն չունեմ հիմա։ Ստեղ անիմաստ խոսակցությունների տեղ չի։ Գնա տեղը զբաղեցրա։ Ոտքի դատարանն է գալիս։
Նստեք։ Ես երեսով չեմ տալիս, Ռաֆ։ Դու ուղղակի չես հասկանում, թե ինչքան բան ես հարցականի տակ դրել։ Եթե հանկարծ դատարանում ուրիշ բան պարզվեց, դու փախչելու ժամանակ չես ունենա, տղա ջան, չես հասկանում այդքանը։ Մամա, ոչ մի բան չի լինի, հանգիստ եղի։ Ռաֆ, ես գիտեմ ամեն ինչ, դու հասկանում ես, ես գիտեմ, ես իրականությունը գիտեմ, ինձ համոզելը այդքան էլ հեշտ չի։ Ռաֆ, դու հիմա կարաս գնաս, տղա ջան, խնդրում եմ, գնա, թող դատարանը որոշումը կայացնի։ Եթե իհարկե մեզ ի օգուտ է կայացնելու դատարանը որոշում, հետ կգաս այդ ժամանակ, չես հասկանում։ Չէ, մամ։ Չէ, հիմա իմ գնալը ամեն ինչ վերահսկողությունից կհանի։ Ու ես չեմ կարողանա իմանալ, թե պետք եղած դեպքում ոնց պաշտպանվեմ ճիշտ։ Հասկանում ես, հիմա իմ ստեղ մնալը շատ ավելի ճիշտ է։ Անհնար է քեզ մի բան հասկացնել։ Դու մեկա չես լսում։ Ես արդեն վախից կվատանամ։ Լավ էլի, մամա, հերիքա, վերջացրու։ Որ ասում եմ, ուրեմն մի բան գիտեմ։ Ինչ գիտես, տղա ջան։ Ինչ գիտես։ Մտածում ես, որ պետքա Դավիթին դատեն։ Ինչ գիտես դու։ Մամ, ես գիտեմ են, որ իմ դեմ ոչ մի ապացույց չկա։ Իսկ մնացածը թե ինչ կլինի, ընդհանրապես էական չի։ Իհարկե շատ ուրախ կլինեմ, որ այդ Դավիթը բերդում փտի, բայց ամեն դեպքում։ Դու այստեղ մի բան մոռանում ես, Ռաֆ։ Այստեղ մեջտեղում Ռուբեն կա։ Ռուբենը քեզ համար ոչ Մարիա է, ոչ էլ Դավիթ, որ ոնց ուզես ֆռացնես ու խաբես։ Էնպես որ շատ ես ոգևորվել, տղա ջան, շատ։ Հալիլ։ Աբուլ, ոնց ես։ Ոնց է ընթանում դատը։ Չգիտեմ, դեռ ընթացքի մեջ է։ 10 րոպեն պիչում են տվել, երևի նյութերն են ուսումնասիրում, չգիտեմ։ Հանկարծ վատի մասին չմտածես, լսում ես։ Ամեն ինչ լավ է լինելու։ Ինչն է լավ լինելու, Լիլ։ Ամեն ինչ Դավիթի դեմը։ Ուրիշ կասկածել չկա։ Չես պատկերացնի հիմա ինչքան շատ կուզենայի կողքիդ լինել։ Տեղս չեմ կարողանում գտնել, որ գիտեմ դու հիմա այդտեղ այդ վիճակում ես ու այն էլ մենակ։ Ես մենակ չեմ, հանգիստ տեղի։ Հասկանում եմ, պատճառներ ունես։ Լավ, ամեն դեպքում ես ձեր համար կաղոթեմ։ Լիլ, ոնց որ կանչեցին։ Կզանգեմ, հա հետո։ Լավ, բայց հենց ազատվես միանգամից կզանգես ինձ։ Լավ։ Ես չգիտեմ ես դատից հետո ոնց է ընթանալու մեր կյանքը։ Եթե Դավիթը նստի, իդեալական, մամ ջան։ Շատ հեշտ ես խոսում, գիտես, շատ հեշտ։ Բա ինչ ես ուզում որ անեմ, հա։ Գնամ խոստովանեմ արածս ու ինձ դատեն։ Ես նման բան չասեցի։ Դե բա ինչ կա մտածելու, մամ։ Դու էլ ես չէ ուզում, որ ես հնարավորին շուտ այս ամեն ինչից ազատվեմ, այս պատմությունից։ Դավիթի նստելը իմ միակ ազատության հիմքն է։ Իսկ Լիլիթը քրոջդ մասին ընդհանրապես չես մտածում։ Լիլիթը ինչ կապ ունի Դավիթի հետ։ Լիլիթը Դավիթի հետ կապ չունի, Դավիթի աղբոր հետ կապ ունի։ Ու դու գիտես, որ Լիլիթը սիրում է այդ տղային։ Ու հազարումի հարց կա, Ռաֆ։ Այս հարցը լրիվ ուրիշ լուծում պետք է ունենար։ Պետք է Լիլիթին բաժանել այդ լակոտից։ Հա, բաժանելը այդքան հեշտ է թվում, հա, տղա ջան։ Հա։ Բա որ այդքան շուտ կարողանում ես բաժանել մարդկանց։ Ինչի քո համար ոչինչ չարեցիր։ Ինչի չես կարողանում մոռանալ այդ Մարիային, հա։ Դու մենակ խոսում ես, Ռաֆ։ Այդ Մարիան քո գլխին ինչ ասես բերեց։ Ինչքան փորձանքի մեջ ասես ընկար իրա պատճառով։ Բա ինչի չես մոռանում, որովհետև գիտես, չէ, որ մոռանալը խաղու պարզ չի, որ երբ ուզես վազես ու բռնես։ Մամա։ Մի հատ էլ պայքարում ես Մարիայի համար։ Ինչ։ Այսինքն քո ասելով, քո այսքան սխալներով սերը չի կարելի մոռանալ, բայց այն երեխեքի ազնիվ ու մաքուր սերը հեշտ կարելի է մոռացության տալ։ Ուզում եմ հասկանամ հիմա ուզածդ ինչ է, որ ես ինձ մեղավոր զգամ ու մտածեմ, թե քրոջս կյանքը կործանում եմ, հա։ Չէ, տղա ջան, չէ։ Եթե ուզում ես անկեղծ կասեմ։ Ես էլ եմ դեմ Լիլիթի ու Աբուլի այդ ընկերությանը, սիրուն։ Հա, դեմ եմ։ Բայց ես տեսնում եմ, հեռուն եմ տեսնում, ու ես հասկանում եմ, թե ինչ դժվարությունների առաջ են կանգնելու։
Ես ընդհանրապես չեմ ուզում կապ ունենալ Ռուբենի ընտանիքի հետ, բայց չգիտես ինչի, անընդհատ մեր ընտանիքի ճանապարհները հատվում են, տղա ջան։ Բացի սպանության օրվա հանդիպումից, ես շատ եմ նկատել, որ Դավիթը պարբերաբար զանգում էր Արտակին։ Ու դրանք սովորական զանգեր չէին, դրանք սպառնալիքներ էին։ Ես Արտակին շատ էի ասում, խնդրում էի, որ ինքը հեռու մնա այս պատմությունից, որ չկապվի Դավիթի հետ, բայց ինքը ինձ չէր լսում։ Դավիթը շատ ազդել Արտակի կյանքի որակի վրա։ Ինքը իրան ոչ միայն վախացրել, այլ որպես տղամարդ ճնշել։ Իսկ վերջում սպանել է։ Հեռախոսս։ Էս ինչ ա Լիլիթ։ Քո հետ եմ խոսում, էս ինչ ա։ Քանի անգամ եք հանդիպել Արտակի հետ։ Ես Արտակին 2 անգամ եմ հանդիպել, որոնցից մեկը եղել է պատահական, մյուսն էլ իմ նախաձեռնությամբ։ Իսկ ինչի համար եք հանդիպել նրա հետ։ Անձնական խնդիրներ ենք ունեցել։ Խոսակցությունը վարվել է միայն դրա շուրջ։ Ավել ոչ մի բան չի եղել, ես նույնիսկ Արտակին չեմ էլ խփել։ Սուտա, Արտակը ծեծված է եկետուն։ Հանգիստ, խնդրում եմ տեղից չխոսել։ Հիմա միայն Դավիթն է պատասխանում։ Էս ինչ ա Լիլիթ, քո հետ եմ խոսում, սրանք ամուսնացել են։ Հա, Ռաֆ ամուսնացել են։ Հետո ինչ։ Ոնց է հետո ինչ։ Ոնց է հետո ինչ։ Փաստորեն քո համար լրիվ մեկ ա, հա քո աղբերը ինչա զգում։ Ինչ ա եղել, էլի վիճում եք։ Դու էլ գիտես սրա մասին, մամա։ Էս ինչ ա։ Մամա, խնդրում եմ կլսես, հա, ինձ ես կբացատրեմ քեզ ամեն ինչ։ Ինչ պետքա բացատրես, դու ինձ էլի խաբել ես, ասում էիր, որ այս շորը տանում ես ընկերուհուդ տաս։ Մամ։ Ձենդ կտրի Լիլիթ, չեմ ուզում, ընդհանրապես լսեմ քեզ։ Դու մեր ընտանիքի թշնամին ես, աղջիկ ջան։ Դու չես տեսնում քո աղբոր ապրումները, զգացմունքները։ Իրա մեջքի հետևում գնում ես հարսանիք, նկարվում ես, ուրախանում ես, պարում ես։ Հանգիստ։ Հիմա հարցերին պատասխանում եմ միայն մեղադրյալը։ Կրկնում եմ, միայն մեղադրյալը։ Նստածներին խնդրում եմ տեղից չմիջամտել, այլապես նկատողություն կստանաք եւ դահլիճից դուրս կհրավիրվեք։ Սկսենք։ Ինչի համար եք Արտակին դեպքի օրը կանչել հանդիպման։ Անձնական հարցեր բարձելու համար։ Իսկ մանրամասնեք ինչ հարցերի մասին է խոսքը գնում, որ ավելի հասկանալի լինի։ Չեմ կարծում, որ այդ գործին օգուտ կտա։ Շատ անձնական թեմա է։
Հաստորեն չեք ուզում լիարժեք պատասխանել հարցերին։ Ոնց որ հասկանում եմ, ինչ որ թաքցնելու բան ունեք։ Լավ, սկսենք ամենասկզբից։ Դուք պնդում եք, որ 2 անգամ եք Արտակի հետ հանդիպել, ճիշտ է։ Եվ այդ 2 անգամից մեկը եղել է պատահականություն։ Այ խնդրում եմ ձեզ, պատմեք այդ պատահական հանդիպման ժամանակ ինչ է տեղի ունեցել, ինչ եք խոսել։ Բոլորդ էլ գիտեք, որ կինս այդ ժամանակ ընկերուհիս զբաղվում էր Սոֆիայի գործով։ Այդ ժամանակ ինչ-որ խնդիրներ առաջացան գործի հետ կապված, որից հետո Արտակը սկսեց սպառնալ ու Մարիային նեղացնել։ Հետո ես պատահական հայտնվում եմ այն այգու մոտ, որտեղ Նվերն ու Արտակը միասին վիճում էին Մարիայի աչքի առաջ։ Իմ ու Արտակի մեջ այդ ժամանակ հաշ խոսակցություն ա եղել, որից հետո ես չեմ տեսել Արտակին։ Մինչև այն երկրորդ հանդիպումը, որ արդեն նշեցի, ես եմ նախաձեռնել։ Սուտը ստի հետևից։ Դու միշտ էլ անհանգստացրել ես մեզ, մի խափի։ Լռություն։ Ձեր ասածները բացարձակապես չեն համապատասխանում տուժածի տված ցուցմունքներին։ Դուք ասում եք, որ 2 անգամ եք նրա հետ հանդիպել, իսկ նա պնդում է, որ բացի այդ հանդիպումից դուք ժամանակ առ ժամանակ դրան զանգահարել եք եւ ահաբեկել եք եւ կանչել եք հանդիպման եւ ծեծի եք ենթարկել։ Եվ եթե ուշադրություն վերցնենք այն, որ ձեր լարվածությունը եղել է կապված ձեր կնոջ վարած գործի հետ կապված, այդ դեպքում ինչի ձեր կինը լինելով օրենքի մարդ չի փորձել դիմել օրենքին, այլ ձեզ է խառնել։ Իսկ եթե ձեր կնոջը ինչ-որ մեկը նեղացներ, դուք կսպասեք, որ օրենքը քայլանի։ Մեղադրյալ։ Մարիան չի իմացել, որ ես հանդիպել եմ Արտակին, դրա համար ոչ մի քայլի չի դիմել։ Ես էլ հարցեր չունեմ, բայց տուժողի տված ցուցմունքներից ելնելով եւ այն փաստերը, որ ձեր դեմ են, ես կարող եմ ասել, որ ես կասկածում եմ եւ ոչ միայն կասկածում եմ, այլ արդեն վստահ եմ, որ դուք եք սպանել Արտակին, ունենալով սեփական վրեժ։ Առարկում եմ։ Դավիթի մեղավորությունը դատարանը կորոշի։ Դավիթը Արտակի հանդեպ ոչ մի վրեժ չի ունեցել։ Արդեն նշվեց։ Եղել է ընդհանրապես անձնական խնդիր։ Դավիթը մի քանի անգամ դեպքի օրվա մեջ զանգահարել է Արտակին։ Ու այդ խոսակցությունից հետո Արտակը շատ վատ վիճակում գնացել է տուն, որից հետո նորից զանգ է ստացել եւ տնից դուրս է եկել Դավիթի անունը տալով։ Երևի թե որոշել է գնա եւ իր հարցերը վերջնականապես պարզաբանի եւ ինչի հետևանքով եւ դեպքը տեղի է ունեցել։ Բոլոր փաստերը Դավիթի դեմ են եւ շատ հստակ են։ Այսքան։ 5 րոպե ընդմիջում։ Ուր ես գնում, սպասի։ Պլանները փոխվել են, մամա։ Ես այս անգամ նստելու եմ, բայց երևի Մարիայի սպանության համար։ Դավիթն ինչ ասեց սուտ է, ու իրականությանը չի համապատասխանում։ Ինքը փորձում է իր մեղքերը թաքցնել ու արդարանալ, բայց խնդրում եմ, մի հավատացեք իրան։ Ինքը շատ վատ մարդ է։ Ես դա տեսել եմ։ Շատ եմ խնդրում, մի հավատացեք իրան։ Ինքը նույնիսկ մի քանի անգամ ինձ է սպառնացել, որ դատարանում չխոսեմ։ Ինչ? Ինչ ես խոսում։ Լռություն։ Հանգստացի Դավիթ, տեղից խոսել չի կարելի։ Բա ինչ անեմ։ Հանգստացի։ Ուղղակի հանգստացի։ Նստի։ Շարունակեք։ Ես ամեն ինչ իմ ցուցմունքում ներկայացրել եմ։ Ասել եմ, թե ոնց է եղել իրավիճակը այն օրվանից, երբ ես մտել եմ Մարիայի մոտ օգնություն խնդրելու։ Ես Մարիայի մեջ փրկություն էի ման գալիս, բայց ինքը դառավ իմ դժբախտությունների պատճառը։ Անձնական վիրավորանք կա խոսքերում, պարոն դատավոր։ Խնդրում եմ առանց անձնական վիրավորանքների։ Շարունակեք։
Ինձ հիմա բոլորը սպառնում են։ Դավիթը, Մարիան, նույնիսկ Ռուբենը։ Ռուբենը ինձ մի քանի անգամ կանչել է իր մոտ ու հետս շատ վատ խոսել։ Ճիշտ է, ուղիղ չի սպառնացել, բայց փորձել է այնպես անի, որ ազդի իմ որոշումների վրա։ Իսկ Մարիան, ես նույնիսկ հիմա չեմ կարող տանել իր ներկայությունը։ Մի քանի օր առաջ ոստիկանությունում ես Դավիթին հանդիպեցի։ Ու նա հարձակվեց ինձ վրա։ Նույնիսկ հրեց։ Թե հակառակը։ Մեղադրյալ, դուք ձեզ շատ վատ եք պահում։ Խոսել չի կարելի։ Խոսում եմ միայն տուժողը։ Խնդրեմ։ Եթե ինձ չեք հավատում, տարածքում տեսախցիկներ կան, կարող եք ստուգել։ Իսկ ինչ վերաբերվում է Մարիային, Մարիան շատ է փորձել ազդել ինձ վրա, թե ֆիզիկապես, թե հոգեպես։ Ինչ? Ինչ եմ արել քեզ։ Սուսմանա Մարիա։ Պապ, բայց արդեն չեմ դիմանում, ես ոչ մի կերպ իր վրա չեմ ազդել։ Հասկացանք, դու դատարանում ես գտնում։ Պարտադիր պետք է նկատողություն ստանաս։ Լռություն դահլիճում։ Նկատողություն եք ստանում։ Հաջորդի դեպքում դուրս կգաք դահլիճից։ Խնդրում եմ, դուրս հանեք Մարիային դահլիճից։ Ես չեմ կարողանում տանել իր ներկայությունը։ Անընդհատ հիշում եմ, թե ինչ է արել ինձ հետ ու ընդամենը 2 օր առաջ հանդիպել ենք ու էլի սպառնում էր։ Ես էլ չեմ դիմանում, ես չեմ կարա լռեմ ու լսեմ, թե սկինը ոնց է խափում։ Հիշեցնեմ, Ռաֆենստան մոտ չէր սպառնում ինձ։ Ինչ է իրանում այդտեղ։